Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ՎԶՊ-ի Գյումրու քաղաքային ճանապարհներ վարկային խոշոր ծրագիրը թևակոխել է գործնական փուլ։ Մի քանի օրից կմեկնարկեն դաշտային աշխատանքները, որոնք ենթադրում են քաղաքի երկու մեծ թաղամասերի ենթակառուցվածքների արմատական բարելավում։ Այս մասին հայտնեցին նախագծողները Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի մոտ անցկացված քննարկման ժամանակ, որին մասնակցում էին նաև քաղաքապետարանի բնակ-կոմունալ տնտեսության, քաղաքաշինության և ինքնակամ շինությունների ու հողի վերահսկողության բաժինների պատասխանատուները։ Հիշեցնենք, ծրագրի այս փուլով նախատեսվում է Անի և Ավստրիական թաղամասերի շուրջ 17 կիլոմետր ճանապարհային ցանցի, թվով 37 փողոցի և մայթի հիմնանորոգում և արտաքին լուսավորության արդիականացում, իսկ Շիրակացի փողոցում կիրականացվի միայն լուսավորության համակարգի արդիականացում։ Բոլոր տարածքներում արտաքին մալուխները կանցկացվեն ստորգետնյա եղանակով և կտեղադրվի մոտ 1300 նոր լուսակիր։ Գյումրու քաղաքապետարանը ցուցաբերում է առավելագույն պատրաստակամություն և օպերատիվություն նախապատրաստական ու նախագծային փուլերը սեղմ ժամկետներում կատարելու և շինարարությանը ժամանակին հասնելու համար։ Քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը հատուկ հանձնարարական տվեց բոլոր պատասխանատու ստորաբաժանումներին, բացառելու գրությունների պատասխանների կամ գործին առնչվող որևէ անհարգի ուշացում։ Նա հրահանգեց ճարտարապետահատակագծային առաջադրանքները տրամադրել հնարավորինս սեղմ ժամկետում, ընդամենը մի քանի օրվա ընթացքում։ Այս ամեն ինչը ինչ որ կկատարվի, դա Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղիղ ջանքերի շնորհքն է։ 16 թվականից հաստատված ծրագիրը 24 միլիոն եվրոյի 9 քանի միլիոն եվրոն է ներել։ Եթե որևէ խնդիր կլինի, դիմեք, խելքի տանք, արագ լուծում գտնենք, նշեց Առաքելյանն, ընդգծելով, որ ծրագիրը գտնվում է նաև Վարդան Ղուկասյանի ուղիղ ուշադրության կենտրոնում։ Քաղաքապետարանն այս պահին արդեն իսկ իրականացրել է անհրաժեշտ աշխատանքների զգալի մասը։ Բնակ-կոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անրանիկ Չադրյանը փաստեց, որ որևէ ձգձգման խնդիր չկա։ Այդ ցանցը գնացել մենք անձամբ սաղ իրանց մալուխների հարցերը կզագրերը կզլտվել վճարել են մեր կողմից մայթերի ուղում դեռ լայնացվի բան ուղի պիտի ծուրը թեքի եւ այլն հենց այս պահին աշխատանքները համարյա 80% կատարված են, չնչին բան է մնացել։ Աշխատանքային հանդիպման ընթացքում քարտեզով ներկայացվեց գործընթացի ընթացիկ վիճակը։ Ենթակապալառու ճան նախագիծ ինստիտուտ ընկերության տնօրեն Դավիթ Քարտաշյանը հայտնեց, որ շուտով շահագրգիռ մարմինների եւ պատվիրատուի ներկայացուցիչների հետ կսկսեն դետալային փողոց առ փողոց ուսումնասիրությունները առկա նյութերի հիման վրա մանրամասն նախագծման անցնելու համար։ Բոլոր կոմունիկացիաներից արդեն հարցումներ արել ենք, ունենք դրա համար արդեն ի վիճակ ենք գանք դաշտում, դաշտային, տեղային աշխատանքները մեկնարկը տանք։ Անի թաղամասում կան փողոցներ, որոնք այս պահին զուտ հողե ճանապարհներ են եւ ձևավորված չեն, նախագծով դրանք կստանան հստակ տեսք։ Բացի այդ, նախատեսվում է կառուցել օղակաձև փողոց, որպեսզի մեծ տրանսպորտը շրջանցի քաղաքը եւ չմտնի կենտրոնական հատվածներ։ Գազի, հոսանքի եւ ջրամատակարարման ընկերություններն արդեն տվել են իրենց լուծումներն ու կոմունիկացիաների վերաբերյալ տեղեկատվությունը։ Քանի որ որոշ փողոցներ ընդլայնվելու են, մայթերի վրա առկա ապօրինի կառույցները քանդվելու են։ Անդրադառնալով ավտոտնակների հնարավոր տեղափոխման խնդրին, Ավետիս Առաքելյանը շեշտեց, որ իրենց գործունեության 1 տարվա ընթացքում Անի թաղամասում որևէ ավտոտնակ չի սեփականաշնորհվել, իսկ բակային հատվածներում առանձնացվելու են հատուկ ավտոկայանատեղիներ մեքենաների համար։ Նախնական որոշմամբ 3 խոշոր գլխավոր փողոցների մայթերը կպատվեն բրուշատկայով, այսինքն կսալարկվեն, իսկ մնացածը կլինեն ասֆալտապատ։ Նախագծային փուլի համար նախատեսված է 6 ամիս։ 3 լոտով է նախատեսվում շինարարական մրցույթը, որն հայտարարվելու է աշնանը, իսկ բուն շինարարական աշխատանքները ըստ նախնական ժամանակացույցի կմեկնարկեն 2027 թվականի ապրիլին։ Պայմանագրով ծրագրի վերջնական ավարտը սահմանված է 2029 թվականին։ Քաղաքային իշխանությունները հատուկ շեշտադրում են կատարում աշխատանքների որակի վրա, քանի որ այսքան մեծ գումարային պարտավորությունների տակ ենք մտնում, խիստ կարևոր է, որ այս փողոցները որակյալ լինեն եւ ծառայեն գոնե ամենակիչը 10 տարի, եզրափակեց Ավետիս Առաքելյանը։